Ռուսական զորքերը մեծածավալ հարձակում են իրականացրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանների վրա, օգտագործելով բարձր ճշգրտության հեռահար զենքեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ճակատային գծում 173 մարտական բախումների մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը 595 անօդաչու թռչող սարք եւ 48 թրթիռ է արձակել, որոնցից 611-ը խոցվել են։ Կիևում գրանցվել են զոհեր եւ վիրավորներ, հարձակումները վնասել են բնակելի տարածքներ, սակայն Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը։ Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել Բելգորոդին։ Ուկրաինական 48 դրոններից 78-ը խոցվել են։ Իսրայելի զինված ուժերն ու շարժական հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Գազայի ուղղությամբ սահմանամերձ գոտուց։ Տանկերը խորացել են Գազա քաղաքի բնակելի թաղամասեր։ Տեղական առողջապահական մարմինները հայտնել են, որ չեն կարողացել արձագանքել տասնյակ կանչերի։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 66500 հոգու։ Վիրավորվել է 168162 մարդ։ Միչիգանի Գրանդ Բլանկ քաղաքում Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը մեքենայով հարվածել է եկեղեցուն, կոտրել դռները եւ կրակ բացել, սպանելով առնվազն 4 մարդու եւ վիրավորել 8-ին։ Հարձակվողը եղել է Միացյալ Նահանգների ծովային հետևակի նախկին զինծառայող։ Նա հրդեհել է եկեղեցին, ապա ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ եկեղեցում եղել են հարյուրավոր մարդիկ եւ ավերակներում կարող են լինել լրացուցիչ զոհեր։ Ծխի սյուներ են բարձրացել շենքից։ Միչիգանի նահանգապետ Գրեչեն Ուիթմերը եւ ազգային պաշտոնյաները դատապարտել են բռնությունը, այն անվանելով անընդունելի, հատկապես երկրպագության վայրում։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։